ֆունկցիոնալ է։ Ես չեմ կարող, դա ձեր անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ ես չէ, որ պետքա պարոն Ռուբինյանի էմոցիոնալության գնահատական տամ։ Իսկ թիմի մակարդակով շատ կարևոր է սխալներին նայել։ Թիմի սխալներին։ Այո։ Լսեք, դե ես կարծում եմ, որ մենք պետքա քայլեր կար ավելի շուտ արածելնեինք։ Օրինակ, այս նույն եռագլուխը պետքա չգար հասներ այս ընտրություններին։ Իրանք չպետք է գային հասներ, իրանք պետքա քաղաքական բան չստեղծեն։ Դա ոչ միայն մեր մասին է խոսում, մեր համար եմ ասում, հա, մեր երկրի համար եմ ասում կարևորը, որովհետև իրանք չեն թողնում քաղաքական ուժերը այն ձևավորվեն, հա, իրանք կամ վերցնում են իրանց շվաքի տակ, իրանց ֆինանսով, իրանց կապերով, իրանց համակարգով կամ ոչնչացնում կամ կլանում են, հա, օրինակ այն ապրելու երկիր կուսակցությունը պայմանական, հա, վերացավ էլ ինչ տենց ապրելու երկիր, կլանեց ոչ քաղաքական մի հատ կուսակցություն, հա, այդ ուժեղ Հայաստանը եւ ուղղակի ոչնչացրեց, ու տենց բաներ շատ գոյություն, շատ կա, էլի։ Մենք ասում ենք, որ այդ եռագլուխը պետք է չանցնի, բայց այնտեղ 15 կուսակցություններ բացի դրանից մասնակցում, թողնեն այդ կուսակցությունները կայանան, որոնք որ փող չեն բաժանում, որոնք քաղաքական ասելիք ունեն, որոնք որ մեզ կքննադատեն եւ բանավեճ կլինի, այլ ոչ թե կլինի դավաճան, Ղարաբաղը դու տղա հասկացանք, այդ պլաստինկեն 8 բանը 5 տարի է այդ նույն բանը կրկնում են, այդ ապրանքով ճակերտավոր քաղաքական գնացին 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ չկարողացան վաճառեն այդ քաղաքական խոսույթը, իրանց չքվեարկեցին, մենք հաղթեցինք։ 5 տարի նիստերի դահլիճ չեկան, հիմա նորից գնացին, հա, հազիվ, այսօր որ ասում է Հայաստան դաշինքը կեսը, հազիվ են հատել։ Այն էլ այդ մասնակցության հաշվին, ես որ գործընկերոջ հարցին պատասխանում էի, որ ասում է իրանք չեն անցնելու։ Այդ մասնակցությունը, այդ փող բաժանելը, այդ իրանց համակարգը, այդ մեր ամենամեծ հիասթափությունն է, որ մենք պատկերացնում ենք, որ մենք ավելի շատ ենք ջախջախել փող բաժանելու մեխանիզմը, տետրերը, որտեղ որ գրած է ցուցակները, որում կարելի է գնալ այդ խեմանը, այդ է մեր ամենամեծ հիասթափությունը, որովհետև 9% եւ 9 հավաքած 1 ու 2%-ի հաշվին Հայաստան դաշինքը, որը որ ստեղ հայտնվեց, այդ դրա ապացույցն է։ Իրանք պետք է չհայտնվեին ստեղ որևիցե մեկը իրանցից։ Ով ուզում էր, չգիտեմ, ում անունը ուզում եք տվեք, ում անունը, սկսած այն ամենա առաջին տպավորությամբ ոչ adekvat քաղաքական ուժից, հավելավա գային ստեղ մենք պրծնեինք սրանցից։ Եվ մի փոքրիկ հարց, փոքրիկ այսօրվա օրակարգի մասին է խոսքը, արդյոք չեք համարում, որ այսպիսի սփռվածություն ունեցող հայերի դեպքում աշխատում ուզում եք պահի տակ այսպիսի օրենք ընդունել, որտեղ մարդու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է ընտրելու, իրոք կարող է մի տարի հետո այդ օրենքին լրիվ այլ կերպ նայել։ Դուք լուրջ եք հարցնում այդ։ Ես ուզում եմ հասկանալ, ես սխալ եմ համարում, որ մենք ժամանակ ենք կորցրել ու շուտ չենք արել դա։ Սահմանադիրը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Սահմանադիրը։ Մի րոպե, ոնց ժողովուրդը դրսում է։ Չէ՞, Հայաստանի հայ ժողովրդից 10 միլիոն մարդ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Լավ, մի բանավեճ չէ, կդադարեցնեմ։ Ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերցնենք X երկիր, հա։ Չգիտեմ, այդտեղ չկա որ հայ գոյություն չունի։ Ասենք մեր մոտ 1.5 միլիոն քվեարկությամբ որոշում է կայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունի թե չունի։ Այսինքն կարելի է պայմանականորեն ինչ որ երկրում, ինչ որ մարդկանց վրա ազդեցություն գործել եւ մենք ստեղ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր, հա, ուզում եմ հասկանամ։ Պրախատնոյ դվոր, հա, որ գան ամառը մարդիկ հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի Հանրապետության բանակի անվտանգության մասին խոսան, իրանց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չծառայեն, բանա, անչաստեղ հաց չեթան խանութում առնեն, տենան հացի գինը բարձացել է, թոշակ չստանան, թոշակառու չլինեն, բայց շաբաթը մեկ տենց գան ասեն, դե լավ, այսօր բան եմ, այսօր տրամադրությունից կամ ինձ ձեռ է տալիս, ես ապրում եմ բանում Անտարկտիդայում, ինձ ձեռ է տալիս, թե պինգվինները պետք է ղեկավարեն եւ պինգվիններին ուղարկեն ստե, որ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր չի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնի մարդը, ով որ այս արևի տակ է ապրում, ով որ հարկ է վճարում, ով որ իր երեխան ծառայում է, ով որ իր պարտն է։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։